Բարի առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտող, Կոտայք TV-ի եթերում բարի լույսն է։ Իսկ ձեզ համար տաղավարում աշխատում եմ ես, Ալիտա Եղիազարյանս։ Իսլանդացիները շատ են սիրում գիրք կարդալ։ Շատ ընտանիքներում ընդունված է օրը սկսել ընթերցանությամբ։ Նույնիսկ նախաճաշին նրանք սիրում են գիրք ընթերցել, իսկ դրա հիմքում մտածում են, որ ընկած է սերը ընթերցանության նկատմամբ։ Իսկ մենք մեր օրը սկսելու ենք հաճելի երաժշտություն լսելով, իսկ մինչ այդ ասեմ, որ այսօր է ծնվել ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկի։ Չայկովսկու երաժշտությունը հարուստ է մեղեդայնությամբ, մտքի խորությամբ եւ անկեղծ հուզականությամբ։ Նա զարգացրել է քնարական դրամատիկական սիմֆոնիկ ժանրը։ Սիմֆոնիկ լավագույն երկերն են 6-րդ պաթետիկական սիմֆոնիան, Ռոմեո եւ Ջուլիետ նախերգանք ֆանտազիան։ Իսկ նրա Կարապի լիճը եւ Քնած գեղեցկուհի բալետները միշտ կմնան պատմության մեջ։ Սիրելի հեռուստադիտողներ, մինչ մեր այսօրվա հյուրին ներկայացնելը, հիմա առաջարկում եմ լսենք հաճելի երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք մեր եթերը։ Բարի լույս եմ աղթում նրանց, ովքեր նոր են միացել մեզ, իսկ մեր հյուրը արդեն տաղավարում է, սիրով ներկայացնեմ նրան, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Մանե Աղաջանյանն է այսօրվա մեր հյուրը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Ինչպես է սկսվում ձեր օրը։ Օրը սկսվում է թանգարանից, ամեն առավոտ ժամը 10-ին Պարտաճանանչ թանգարանում եմ, 1 բաժակ սուրճով եւ Աբովյանի գիտական, գիտամանկավարժական ուսումնասիրությամբ։ Իսկ քանի տարի է, որ արդեն միացել եք թանգարանին։ Շուտով կլրանա 6 ամիս, կլրանա 6 ամիսը, ինչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հրաշալի թիմին եմ միացել եւ սիրով աշխատում եմ, լինելով մասնագիտությամբ բանասեր լեզվաբան, մեծ սիրով ընդունեցի առաջարկը եւ սկսեցի ուսումնասիրել Խաչատուր Աբովյանի գրական գործունեությունը, մասնավորապես գրափարագիր ժառանգությունը եւ ուսումնասիրելով գրափարի ժառանգությունը, հա ծանոթանալով գրողի գրափարին, նրա գործունեությանը, հասկացա, որ մենք Աբովյանից շատ քիչ բան գիտենք։ Ես ինքը շատ քիչ բան գիտեմ եւ ինքս ինձ խոստացա, որ չէ, անպայման պետք է մնամ ուսումնասիրեմ եւ այդ հրաշալի էջերը հանրայնացնեմ, հանրահրճակեմ, որքանով որ ինձ մոտ կստացվի։ Իսկ աշխատելու հետ զուգահեռ, երբ որ դուք աշխատում եք եւ սովորում եք, սովորելու ընթացքում դուք ասացիք ավելի քիչ բան գիտեք, իսկ թանգարանում աշխատելով հանդերձ նոր բացահայտումներ եք արել Աբովյանի մասին։ Իրականում թանգարանին միացել եմ արդեն, երբ ավարտել եմ ուսումնառության ընթացքում, հա, այդ տարիների եւ մագիստրատուրայի եւ բակալավրի շատ սիրել եմ Աբովյանին, միշտ բարձր եմ գնահատել, գրեթե անգիր իմացել եմ վերքը, նրա խոսքերը, այսպես պատգամները, բայց ստվերում էր մնացել շատ գործեր, որը ինձ հայտնի չէր։ Երբ միացա, հասկացա, որ նա բացի իր հիմնական գործերից ունի այնպիսի գործեր, որը ոչ միայն ինձ, այլ նաև շատերին հայտնի չէ, եւ դրանք դորպատյան օրակներն էին գրափարով գրված, ուղեգրություններն էին, դարձյալ գրափարով գրված, նրա բանաստեղծություններն էին, աղոթքներն էին, իդեպ Աբովյանը հրաշալի աղոթագիր է, նրա հայրենասիրական բանաստեղծություններն էին, մի խոսքով գրական, գիտամանկավարժական այսպես իր գրվածքները շատ են եւ բազմաշերտ հեղինակ է։ Ինչքան ուսումնասիրես, այնքան կհասկանաս, որ անսպառ է, պետք է նվիրվես, պետք է իրեն իրոք սիրես, որ կարողանաս գտնել թելը ու հասկանալ, որտեղից պետք է սկսես ու որտեղ պետք է ավարտես։ Եվ ուսումնասիրության ժամանակ հասկանում ես, թե իր կյանքի այդքան կարճ ժամանակական հատվածում ինչպես է կարողացել այդպես վիթխարի գրական ժառանգություն ստեղծել, ինչպես է կարողացել ամեն ինչ այդքան ճիշտ անբարել եւ ինչեր ունի դեռ չասված ու ինչեր դեռ պետք է բացահայտվեն։ Դրանցից մեկն էլ հենց երեք մենք հրաշալի երեկո ունեցանք տուն թանգարանում եւ թանգարանը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ համատեղ մի գործ էր սկսել, մատնանշելով, ուրվագծելով Խաչատուր Աբովյանի գրական գործունեության մեջ
ցայսօր տվերում մնացած մի կարևոր էջ, որն է Աբովյանը երաժշտագետ։ Այն, որ Աբովյանը հրաշալի երաժշտագետ է եղել, դա ժամանակին նկատել է Կոմիտասը։ Նրանից հետո հայտնի աբովյանագետ Պիոն Հակոբյանը, հասկանալով նրա երաժշտական տաղանդը, ունակությունները եւ դարձյալ երաժշտագիտական այսպես ուսումնասիրությունները, ասում էր, որ հարցին նա մոտեցավ իբրև բանասեր եւ գործը ուրեմն թողնում է երաժիշտներին։ Եւ փաստորեն Թանգարանի եւ կոնսերվատորիայի համատեղ այսպես ջանքերի շնորհիվ մենք երեք ունեցանք հրաշալի շնորհանդես Խաչատուր Աբովյանի երաժշտական գործունեության ուրվագիծը։ Ես գիրքը ինձ հետ բերել եմ եւ Թանգարանի կողմից հանձնում ենք ձեզ եւ ձեզ համար եւ հեռուստադիտողի համար եւ շատերի համար, անգամ մասնագետների համար Աբովյանը կբացահայտվի նոր կողմից ու նոր շերտերով։ Աբովյանը հրաշալի երաժշտագետ է եղել եւ դա մենք չենք ասում, դրա մասին խոսում են մասնագետները եւ կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմը ուսումնասիրելով Խաչատուր Աբովյանի երաժշտական մտքերը, տեսությունները, եկավ այն կարևոր հանգրվանին, որ Խաչատուր Աբովյանը իսկապես հրաշալի երաժշտագետ է եւ նրա թողած ժառանգությունը այսօր կիրառելի է եւ կարելի է դարձնել տեսության մի մասը երաժշտական։ Ինչ բացահայտումներ կան արված գրքում։ Ինչպես է Աբովյանը տեսել հայկական երաժշտության ապագան։ Երաժշտության ապագան։ Շատ լավ հարց եք տալիս իդեպ, որովհետև նախ ասեմ, որ սկսենք հարցի պատմությունից։ Խաչատուր Աբովյանը երաժշտությամբ տարված է եղել դեռ ուսումնառության շրջանից։ Մինչև Դորպատյան համալսարանը, որը հիմքն էր, նա էջմիածնում եւ ստանում է իր կրթությունը, հետո ներսիսյան դպրոցում երգչախմբում երգել է եւ ժամանակակիցները հիշում են, որ վառ ձայնով, գեղեցիկ ձայնով պատանի էր եւ այդտեղից տարվել է երաժշտությամբ։ Բայց նրա երաժշտական հիմնական այսպես պատկերացումները, ամեն ինչ ձևավորվում է Դորպատյան տարիներին։ Դորպատում ուսումնառության ընթացքում նա սկսում է խորապես ուսումնասիրել երաժշտությունը, երաժշտական գործիքների է սկսում տիրապետել ու բավականին լավ եւ այնտեղ էլ երգում է երգչախմբով։ Եվ հայտնի երաժշտագետների հետ շփումները, նրա այսպես ծանոթությունները ամեն ինչ անում են, որ կարողանա ձևավորել երաժշտական ճաշակ։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ նա ասում էր, որ հայ ժողովրդական ու հայ հոգևոր երաժշտությունը ամենակատարյալն է եւ Դորպատյան տարիներին պատե անպատե փորձում էր գրել մեր երաժշտության մասին, բոլորին հայտնել դրա կատարելությունը, դրա մեծությունը եւ մտածում էր, երբ որ վերադառնա Հայաստան, ինչպես պետք է դա տարածի։ Դեռ Դորպատում նա փորձում էր գտնել ուղիներ, որ իր երաժշտական գիտելիքները կարողանա ծառայեցնել հայրենիքին եւ կարողանա իր հետ բերել հայրենիք եւ դպրոց բացի անպայման երեխաներին սովորեցնի։ Եվ իր մասնավոր դպրոցում երաժշտության դասեր էր տալիս, սովորեցնում էր։ Այնտեղ սովորում է երաժշտական գործիքներ նվագել եւ հետաքրքիր է, որ այնտեղ ապրող իր հարևաններից մեկը հիշում է, որ միշտ նվագում էր, միշտ երգում էր եւ ասում է, որ իր մայրիկին արդեն անհանգստացնում էր, որովհետև ասում է անգամ չէի հասկանում հայերեն է երգում, թե այլ լեզվով է երգում, բայց ազատ ժամանակ Աբովյանի միշտ ուղեկցել է երաժշտությունը եւ գրքի հենց բացահայտումն էլ դա է, որովհետեւ փաստորեն տասնամյակներ շարունակ չի խոսվել Խաչատուր Աբովյանի երաժշտական ունակությունների մասին, վիթխարի դերի մասին երաժշտության մեջ, ժամանակիցները անգամ Կոմիտասը նկատել է, բայց տվերում է մնացել եւ սա իսկապես պատմական օր էր թե Թանգարանի համար, թե կոնսերվատորիայի համար, որ կարողացանք այսպես լույս ընծայել գիրքը եւ Աբովյանասեր, երաժշտասեր հանրության առջև բացել նոր շերտեր Աբովյանից։ Իսկ գիրքը երբ որ ցանկանան ընթերցեն, ինչպես կարող են ձեռք բերել։ Կարող են մոտենալ Թանգարան, մենք սիրով կտրամադրենք, որովհետև այս պահին վաճառքում չկա, բայց Թանգարանը մի սիրով է գրքեր տրամադրում ցանկացողներին, սիրով մոտեցեք, կտրամադրենք, կծանոթացնենք նաև ես ընթերցել փոքր թերթելիս տեսա, որ նաև այլ լեզվով կա ռուսերեն եւ անգլերեն, կա թարգմանություն նաև, կա ցանկություն թարգմանել նաև այլ լեզուներ։ Ամփոփագրերը գրված են ռուսերենով եւ անգլերենով, որպեսզի ցանկացողներին էլ այսպես հասանելի լինի եւ այո, հոդվածի ժողովածուում կարող եք գտնել թե ռուսերեն, թե անգլերեն հոդվածներ։
Եվ առաջիկայում ինչու ոչ կարող ենք նաև թարգմանել, որովհետև Աբովյանը մեծ է եւ ինչպես իր բոլոր գրքերը, հա, վերքից սկսված տարբեր տարիներին, տարբեր լեզուներով թարգմանվել են, սա եւս բացառություն չի։ Նաև այս գիրքն էլ եւս մեկ ապացույց է, որ թանգարանը տարածում է Աբովյանի, այսպես ասած, գրական ժառանգությունը եւ հիմնական առաքելությունը, որն ինչպես է թանգարանը աջակցում եւ փորձում տարածել Աբովյանի թողած ժառանգությունը։ Թանգարանը այո, մանավանդ վերջին տարիներին այսպես մեծ թափով փորձում է եւ փորձել է ամեն ինչ անել, որպեսզի գրողի գրական ժառանգությունը հանրահռչակի, դրա ապացույցն են գրքերը, որոնք լույս են տեսել։ Աբովյանի գրական ժառանգության մեջ մեծ տեղ է կազմում գրափարագիր ժառանգությունը եւ քանի որ մի փոքր այս պահին դժվար է մեր օրերում հասկանալը եւ այլն, թանգարանը մի առաքելություն է որդեգրել Աբովյանի գրափարագիր ժառանգությունը աստիճանաբար փոխադրել աշխարհաբարի։ Սա չի նշանակում, որ մենք փորձում ենք մոռանալ գրափարը, ոչ, գրքերում ներկայացված են եւ գրափարը եւ արևելահայերենը, բայց փորձում ենք այս ամենով ավելի հասանելի դարձնել։ Այդպիսին է Աբովյանի աղոթարանը, որտեղ եւ գրափարով եւ աշխարհաբարով հրաշալի փոխադրությամբ ներկայացվում է Աբովյան աղոթագիրը։ Նա ունի առավոտյան աղոթք, երեկոյան աղոթք, երեխաների աղոթք, դասը սկսելուց ուսուցիչ Աբովյանը չէր կարող դասը չսկսել աղոթքով եւ երեխաների համար ունի դասը սկսելու համար, ավարտի համար եւ հետաքրքիր է, որ եթե այլ գործեր ունի աշխարհաբարով գրված, աղոթքները մեծիվ մասամբ գրված են գրափարով, որովհետև նրա համոզմամբ աղոթքը պետք է լինի գրափարով։ Այսինքն եւս եկանք նրան, որ գրափարը ինչքան բարձր դիրքերում է պահել նա։ Նաև ձեր խոսքում նշեցիք, որ մի փոքր բարդ է հասկանալ իր գրվածքները եւ այս ամեն ինչը ամփոփելով թանգարանի հիմնական այցելուները ովքեր են ավելի մեծ տարիքի, թե ավելի դպրոցականներ նույնպես հաճախում են թանգարանը եւ կա հետաքրքրվածություն նաեւ երեխաների հանդեպ։ Այո, կա թանգարան այցելում են եւ մեծերը եւ փոքրերը, որովհետեւ Աբովյանը եւ մեծերինն է եւ փոքրերինը, դպրոցականները շատ սիրով են գալիս, օգտվում մեր կրթական ծրագրերից, շատ հրաշալի կրթական ծրագրեր ունենք, Պարապ Վախտի խաղալիք քառակների ժողովածուն Աբովյանին թանգարանը նոր շունչ է տվել եւ փորձելով երեխաներին եւ հետաքրքիր դարձնել եւ ինտերակտիվ ժամանց ապահովել, երեխաները ծանոթանում են առակներին եւ հետո հենց իրենք են համապատասխան կերպարներով բեմադրում, ավելի մեծ տարիքով մարդիկ եւ գալիս են եւ ծանոթանում են թանգարանին, գործունեությանը, եւ մենք մանրամասնում ենք նրա վիթխարի դերը եւ ժառանգությունը, իսկապես նրանք ապշած են հեռանում, որովհետեւ հասկանում են, թե ինչ ունենք։ Ունենք նաեւ օտարերկրացիներ, հենց վերջերս եկավ ազգությամբ պարսիկ էր եւ երբ ծանոթացավ Աբովյանին, ես ներկայացրի կյանքը գործունեությունը, ինքը վերջում լուր կանգնեց, ուշադիր նայեց ցուցասրահին, հոգոց հանեց եւ ասաց, չէ, ես պետք է գնամ ներկայացնեմ իմ երկրում ինչ ունեք դուք եւ բոլորին հրավիրեմ տեսնելու։ Այսինքն հետեւություն, որ Աբովյանը բոլորինն է եւ մեծերին է եւ փոքրերին է եւ չկա մեկը, որ մտնի թանգարան եւ հիացմունքով դուրս չգա։ Իսկ հիմնական որ երկրներից են լինում այցելուները։ Տարբեր են շատ, ունենք աշխարհագրությունը մեծ է կարող ենք ասել եւ տարբեր երկրներից գալիս են, տեսնում են, ծանոթանում են, գալիս են երբեմն առանց իմանալու, հա, պատահական անցնում են, մտնում են ու սիրահարվում են թանգարանին, Աբովյանին, Տոհմատանը, որը բացառիկ է, հա, 18-րդ դարի փաստորեն միակ պահպանված տունն է եւ լինում են, որ ճանաչում են Աբովյանին, նրա գործունեությանը, այն որ Ֆրիդրիխ Պարոտի հետ Արարատ է բարձրացել, դրա հետքերով են գալիս, տեսնում, անգամ այցելուներից մեկը երբ եկավ, ներկայացրինք, որ նա առաջինն էր նորից հետո բարձրացավ Արարատը, ուղեկցել է Ֆրիդրիխ Պարոտին, թարգմանել է, նա ուշադիր օտարերկրացի լինելով, ուշադիր նայեց նկարին, ասաց եւ ինքը հայրենասիրությունն էր մղել, որ գա թանգարան, տեսնի, ասաց փաստորեն Աբովյանը ավելի մեծ հայրենասեր է եղել, քան ես։ Իսկ կան թանգարանում իրեր, որ դեռ այցելուների համար բացահայտված չեն եւ դեռ կա ցանկություն, որ հայտնի դառնա եւ բացահայտվի նաեւ հանդիսատեսի կողմից։
Աբովյանի իրերից։ Այո, իրերից կամ հենց գործերից նաև։ Իրերից սկսեմ, իրերից կարող եմ նշել, թեման սկսեցինք Աբովյանի երաժշտական, այսպես ուրվագծով, ասեմ, որ թանգարանում պահպանվում է նրա ջութակը, որը ինքը բերել է Դորպատից եւ շատերը դրա մասին չգիտեն, ցուցադրված է այո Խաչատուր Աբովյանի ջութակը եւ իսկ ինչ վերաբերում է արդեն գործերին, գրական ժառանգությանը, ասեմ, որ թանգարանը Գիտության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության աջակցությամբ վերջերս վերանորոգեց եւ վերաբացեց մշտական ցուցադրությունը եւ շուրջ 1 տարի տևած գիտահետազոտական լուրջ աշխատանքների շնորհիվ կարողացավ ձեռք բերել շատ արժեքավոր նյութեր Աբովյանի ժառանգների մասին, Աբովյանի գործունեության մասին, նրա գրական ժառանգությունից եւ այո այսօր այցելուները կարող են գալ եւ նոր բացահայտումներ իրենց համար անել։ Առանձնացրել ենք մի հատված Խրատանի Աբովյանից եւ առաջին անգամ ներկայացվում է Խաչատուր Աբովյանի խրատներից։ Աբովյանը առաջարկում է, թե ինչպես պետք է ճիշտ պատրաստել պանիր, գինի, անգամ Որդան Կարմիրի բաղադրատոմս է առաջարկում է ինչպես պետք է խնամել նորատունկ ծառերին, ինչպես վերքը պետք է բուժել, առաջարկում է ինչպես պետք է ճիշտ մշակել եւ գիրքը ճիշտ կազմել։ Մի խոսքով, այո, թանգարանում այսօր շատ բացահայտումներ կան եւ կարող եք գալ, տեսնել եւ նորովի բացահայտել Աբովյանին։ Իսկ ինչպես է թանգարանը ձեռք բերում ցուցանմուշները, կան ծրագրեր, որ դուք իրականացնում եք եւ նաեւ կա համագործակցություններ այլ թանգարանների կամ միջազգային ընկերությունների հետ։ Իհարկե կա նյութերի մասին, որ արդեն խոսեցի եւ խոսքումս նշեցի, որ նոր են, դրանք ձեռք ենք բերել Մատենադարանից, ձեռք ենք բերել գրականության եւ արվեստի թանգարանից։ Իհարկե համագործակցում ենք ակտիվորեն, քանի որ Արխիվը ցավոք սրտի մեզ մոտ չի պահպանվում, համագործակցում ենք, այո, թանգարանը ամեն ինչ անում է, որ կարողանանք թվայնացված տարբերակով ունենալ եւ նաեւ ցուցանմուշները համադրենք նորերով։ Իսկ ինչ ապակա ծրագրեր եք նախատեսում թանգարանում եւ ինչպես եք պատկերացնում թանգարանի հետագա ապագան։ Հետագա ապագան պատկերացնում եմ որ պետք է Աբովյանի անունը հանրահռչակվի եւ դրա հետ կապված ամեն ինչ անում ենք։ Ծրագրերը թանգարանի շատ են եւ կրթական ծրագրերը եւ համագործակցությունները։ Ունենք հետաքրքիր կրթական ծրագրեր, Աբովյանը տեղանվանագետ, առաջին անգամ խոսում ենք ու բացահայտել ենք նաեւ, որ Խաչատուր Աբովյանը բացի հրաշալի գրող, մանկավարժ ու ցուցիչ լինելուց հրաշալի ստուգաբան է եւ իր արած թե տեղանվանագիտական, թե ստուգաբանական, բառերի այսպես ստուգաբանությունները շատ ճշգրիտ են եւ հետաքրքիր են։ Ունենք կրթական ծրագիր, տառապատկեր եւ երեխաները կամ մեծահասակները ուսումնասիրում են ու ճանաչում են հայ գրերի պատմության զարգացումը, հայոց տառատեսակները եւ բացառիկ հնարավորությամբ վերծանում են Խաչատուր Աբովյանի ձեռագիրը։ Մենք սովորեցնում ենք հիմնական հմտությունները ձեռագիր վերծանելու եւ նրանք փաստորեն ունեն հնարավորություն վերծանելու սիրելի գրողի մարգարտաշարժ, չեմ վախենա բառից, ձեռագիրը, որովհետև շատ գեղեցիկ ձեռագիր ունի։ Իսկ համագործակցությունների առումով եւս բաց ենք եւ ունենք հետաքրքիր համագործակցություններ, հենց վերջերս Big Mind ուսումնական կենտրոնի հետ ունեցանք։ Կենտրոնը հայրենադարձների համար համագործակցելով Կրթության, գիտության նախարարության հետ, Ռիփատ Արմենիայի հետ, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ Big Mind-ը հայրենադարձների համար անվճար դասեր է կազմակերպում եւ մեկ շաբաթ առաջ մենք ծրագիրը ավարտողներին, հայրենադարձներին հրավիրեցինք թանգարան եւ նրանք թե իրենց հավաստագրերը ստացան թանգարանում, թե հետաքրքիր շրջայց ունեցան քանակերում, քաղաքից դուրս, քաղաքից ներսում ծրագիրը թանգարանի իրագործեցինք, ազգայինի հետքերով փոխինց պատրաստեցինք եւ քանի որ շուտով մայիսի 18-ն է, իսկ մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, ստացված համագործակցության
արդյունքում եւս շարունակել ենք Big Mind-ի հետ մեր իրենց մյուս աշակերտներին, ուսանողներին հրավիրելու ենք եւ հատուկ ծրագրով թե ամսի 17-ին, թե 18-ին նրանց տանելու ենք ազգայինի հետքերով, այսինքն զուտ թանգարանային գիշերից բացի հատուկ ծրագրով ենք հանդես գալիս եւ համագործակցությամբ։ Իսկ թանգարանային գիշերը ինչ հատուկ հետաքրքիր միջոցառում է պատրաստում կազմակերպել թանգարանը։ 17-ի համար ունենք հետաքրքիր միջոցառումներ, ասացի արդեն հրավիրել ենք հայրենադարձներին Big Mind-ի հետ համագործակցությամբ եւ նրանք նախ շրջացած են Խոստացե քանաքեռով, քանաքեռի եկեղեցիներում, սա թանգարանի կրթական ծրագրերի բաղկացուցիչ մասն է կազմում, որովհետեւ ունենք երկու եկեղեցի Տուր շրջայց, ապա տոհմատանը այց, ցուցասրահում այց եւ խոսելու ենք Դորպատյան օրագրերից, Խաչատուր Աբովյանի Դորպատյան օրագրերը փոխադրվել են աշխարհաբարի, շատ շուտով կսկսենք դրա տպագրությունը եւ ամիսներ անց ընթերցողի սեղանին կլինի բացառիկ գիրք, ինչու բացառիկ, որովհետեւ Դորպատյան օրագրերում դուք կարող եք նորովի, դարձյալ նորովի բացատրել Խաչատուր Աբովյանի այն մարդուն, ով ձևավորվեց իբրև ուսուցիչ, իբրև գրող, իբրև մտածող եւ մենք սկսում ենք արշավ եւ մայիսի 17-ին Դորպատյան օրագրերի մեկնարկը կտանք, հա, մինչեւ տպագրական աշխատանքները ավարտվեն եւ քանի որ Խաչատուր Աբովյանը Դորպատյան օրագրերում խոսում է պարահանդեսի մասին, պտտումների մասին, որը իդեպ վալսի համար առաջարկում է պտտում բառը, մենք կազմակերպել ենք պարահանդես, ճիշտ 19-րդ դարը հիշեցնող եւ կլինեն ընթերցումներ Դորպատյան օրագրերից, մասնակիցները կզգան իրենց ինչպես 19-րդ դարում, 19-րդ դարի միջավայրում, երեք էլ հենց նման գեղեցիկ միջոցառում ունեցանք, կոնսերվատորիայի ուսանողները շատ գեղեցիկ ներկայացրին եւ ստեղծեցին իսկապես 19-րդ դարի միջավայր, իսկ հաջորդ օրվա համար ունենք դարձյալ ազգայինի հետքերով ծրագիր, մասնակիցները կկարողանան փոխինձ պատրաստել, հայկական տարազի շնորհանդես ենք ունենալու եւ տոհմատանը արդեն մենք մեր հյուրերին կողջունենք տարազներով, հայկական, ավանդական, ինչպես նաեւ հայկական բարի վարպետաց դաս կունենանք, մի խոսքով ամեն ինչ հանուն այսպես հայկականի, ավանդականի եւ մշակույթի։ Նաեւ ձեր կարծիքը թանգարանների այցելությունը եւ նաեւ թեկուզ հենց Աբովյանին էլ ավելի լավ բացահայտելը ինչ նշանակություն ունի հայ մշակույթի զարգացման եւ նաեւ մարդկանց մտքերի զարգացման գործում։ Գիտեք, պատահական չէ, որ Խաչատուր Աբովյանը հայ նոր գրականության հիմնադիրն է, ինչպես նաեւ գրում է հայ մեծ լուսավորիչ պատվանունը, որովհետեւ չկա մեկը, որ չմտնի թանգարան, չկա մեկը, որ չմտնի Աբովյանի խորապես ուսումնասիրի, հա, չմտնի գործունեության մեջ եւ չնկատի այդ լույսը։ Աբովյանը բացի գրող լինելուց նա հայ էր, իսկական հայ էր եւ իր հետ կտանի հայրենասիրություն։ Իր հետ կտանի գրականություն, իր հետ կտանի լեզու, իր հետ կտանի ամենալուսավորը, ամենադրականը, թե ինչպես պետք է մնալ հայ օտարության մեջ, ինչպիսի ուսուցիչի իր հետ, լավ, եկեք այսպես հարցին պատասխանեմ, երեխան կտանի իր հետ, թե ինչպես պետք է մնա երեխա, մեծը ինչպես պետք է մնա մեծ, ուսուցիչը թե ինչպիսի ուսուցիչ պիտի լինի, դասախոսը ինչպիսի ուսուցիչ պետք է լինի, առհասարակ մարդը ինչպիսին պիտի լինի եւ ամենակարևորը Աբովյանը տալիս է այդ բանաձևը իսկական հայ, իսկական հայրենասեր լինելու։ Նաև տեսնում ենք, որ մեծ զարգացում է ապրում նաև արհեստական բանականությունը, կա ծրագրեր թանգարանում, որ գործերը մի քանի գործեր նաև ներկայացվեն թվայնացմամբ։ Եթե կան, եթե չէ, արդեն կան ծրագրեր, որ հենց նախատեսվում է որոշ գործեր ներկայացնել հենց թվայնացման միջոցով։ Այո, թանգարանը աշխատում է թվայնացնել Խաչատուր Աբովյանի գրական գործունեությունը եւ արդեն նրա այսպես գրական գործունեության, հա, ժառանգության մեծ մասը թվայնացված տարբերակով ունի եւ աշխատանքները շարունակվում են, իսկ ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, քանի որ այսօրվա աշխարհում բոլորիս կյանքը դրա հետ է կապված,
ես ինքս ասեմ, որ վերջերս շատ պատահական տարված Աբովյանով էլ ինչ որ ուսումնասիրություններ անելով մտածեցի, թե ինչպիսին կպատկերացնի Խաչատուր Աբովյանին արհեստական բանականությունը եւ հարց տվեցի, այսպես շատ հետաքրքիր նկար պատրաստեց մեզ համար Աբովյանին ավելի հասուն տարիքով, պահած իր ազնվական դիմագծերը, արտաքինը, ձեռքին գիրք փորձում ենք, իհարկե փորձում ենք ժամանակին համահունչ քայլել եւ ամեն ինչ անել, որ ենթարկվենք այսպես ժամանակի օրենքներին եւ թելադրանքներին։ Շնորհակալ եմ շատ Մանե ջան, հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Մենք ենք շատ շնորհակալ, սիրով համեցեք թանգարան, մեր դռները բաց են բոլորի համար։ Ուրախ ենք, որ եւս մեկ անգամ արժևորեցիք Խաչատուր Աբովյանին եւ հիշեցիք նրան։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ավագիտ աշխատող Մանե Աղաջանյանի հետ։ Այս պահին մեզ մոտ երաժշտական ընդմիջում է, լսենք երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ հիմա հնարավորություն ունենք միասին ծանոթանալու մի երկրի հետ, որն իր հարուստ պատմությամբ անզուգական բնապատկերներով հիացնում է ամբողջ աշխարհին։ Խոսքը Լեհաստանի մասին է։ Հիմա մենք պատրաստ ենք դիտենք այդ տեսանյութը երկրի մասին պատմող։ Լեհաստանը մի երկիր է, որը համադրում է հարուստ պատմությունը, մշակութային ժառանգությունը ու ժամանակակից եվրոպական հոգին։ Լեհաստանի մայրաքաղաքը Վարշավան է, հայտնի իր միջնադարյան քաղաքներով, անառիկ ամրոցներով եւ յուրահատուկ ճարտարապետությամբ։ Երկիրը Լեհաստան է կոչվել Լեհ ժողովրդի անունով, որի նախահայրը ըստ ավանդության եղել է Չեխի եւ Ռուսի առասպելական եղբայր Լեհը։ Լեհաստանի ամբողջ պատմությունը լի է դրամատիկ իրադարձություններով, հարևան տերությունների ներխուժումներով ու զավթումներով։ Իր պատմության ընթացքում Լեհաստանը 5 անգամ իրար մեջ բաժանել են հարևան պետությունները։ Լեհաստանը սկսել է կայանալ որպես միասնական տարածքային միավոր մոտ 10-րդ դարի կեսերին Պիսաթների տոհմի կառավարման շրջանում։ Պատմական վավերագրերում որպես Լեհաստանի առաջին առաջնորդ համարվում է Միշեկո առաջինը, ով 966 թվականին մկրտվել է եւ կաթոլիկությունը հռչակել իր հպատակների նոր պաշտոնական կրոն։ Լեհաստանի ընդհանուր տարածքը կազմում է 312,685 քառակուսի կիլոմետր։ Տարածքային առումով գրավում է աշխարհում 70-րդ, իսկ Եվրոպայում 9-րդ տեղը։ Կլիման չափավոր ցամաքային է։ Լեհաստանի տարածքի կեսից ավելին հերկված է։ 27%-ը զբաղեցնում են անտառները փշատերև ծառատեսակների գերակշռությամբ։ Հարթավայրերում տարածվում են պոդզոլային հողերը, արևելքում եւ հյուսիս-արևելքում ճահճային, նախալեռներում գորշ անտառային, նախալեռնային հարթավայրերում սևահողերը, լեռներում լեռնային գորշ, գետերի հովիտներում այլուիվալ հողերը։ Կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են արջը, գայլը, լուսանը, աղվեսը, վարազը եւ եղջերուն։ Բնակչության ավելի քան 96.9%-ը լեհեր են։ Ապրում են նաեւ ուկրաինացիներ, բելառուսներ, սլովակներ։ Լեհաստանը հետարդյունաբերական երկիր է։ Հնայի մեջ արդյունաբերության բաժինը 2014 թվականին կազմել է 32%։ Գյուղատնտեսությունը 3.7%։ Արևմտյան սեկտորի տեսակարար կշիռը ազգային եկամտի մեջ կազմել է 81.6%։ Լեհաստանի տարածքում հնագույն ճարտարապետական հուշարձանները բիսկուպինի փայտյա կառույցներն են։ Պահպանվել են 10-ից 11-րդ դարի պաշտամունքային եւ աշխարհիկ քարե կառույցների մնացորդներ։ Ռոմանական ոճի զարգացումը կապված է ֆեոդալիզմի հաստատման հետ։ 13-րդ դարից աճել են քաղաքները, կազմավորվել են նրանց կենտրոնների անսամբլները, ստեղծվել են նոր տիպեր։ Ժողովրդական իշխանության հաստատումից հետո վերակառուցվել են 1939-ից 1945 թվականի պատերազմի հետևանքով ավերված քաղաքները։ Լեհաստանի երաժշտական մշակույթը իր բնույթով նման է սլավ մյուս ժողովուրդների երաժշտական արվեստին։ Հնագույն ժողովրդական գործիքներից պահպանվել են փայտե թակիչները, դափերը, սուլիչները, որոնց նվագակցությամբ կատարվում են ծիսական ժողովրդական երգեր։ Ժողովրդական գործիքներից են նաև ջութակը, մարիննան, բազունան, ժողովրդական պարերից են պոլոնեզը, կրակովյակը, օբերեկը։
Հարգելի հեռուստադիտողներ, հիմա հերթը օգտակար խորհուրդներին է եւ այսօր միասին խոսելու ենք գազարի մասին։ Գազարը պարունակում է A, B3, B4, B5, B9, C եւ վիտամիններ, ինչպես նաեւ հանքանյութեր՝ կալիում, նատրիում, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում եւ երկաթ։ Գազարը վիտամին A-ի եւ բետա-կարոտինի բարձր պարունակության շնորհիվ նպաստում է օրգանիզմի նյութափոխանակության կարգավորմանը, ինչպես նաեւ հատկապես օգտակար է մաշկի համար։ Գազարը բարելավում է արյան շրջանառությունը, օգտակար է սակավարյունության դեպքում, արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, օգտակար է նաև նիհարել ցանկացողների համար։ Գազարի հյութը ընդունված է համարել իմունային համակարգի ամրացմանը նպաստող միջոց, ինչպես նաև խիստ օգտակար է A-վիտամինոզի և մրսածության դեպքում։ Գազարը հարուստ է նաև բջջանյութերով, որը խիստ կենսական է մարսողական համակարգի համար, բարելավում է օրգանիզմի միկրոֆլորան։ Գազարի ամենօրյա օգտագործումը նպաստում է օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը, իմունային համակարգի ամրացմանը, օրգանիզմի երիտասարդացմանը։ Գազարը նաև նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը կանանց մոտ, իսկ տղամարդկանց մոտ նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Բայց գազարը ցանկալի չէ օգտագործել լյարդի հիվանդությունների դեպքում, քանի որ եթե լյարդը առողջ չէ, այն չի կարող յուրացնել կարոտինը։ Հակացությունների թվում է նաև խոցային հիվանդությունները։ Եթե դուք ունեք 12 մատնյա աղիքի խոց, այդ դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել գազար, ինչպես նաև խորհուրդ չի տրվում օգտագործել այս բանջարեղենը, եթե ունեք նաև գաստրիտ։ Այսքանը գազարի օգտակար եւ վնասակար հատկությունների մասին, իսկ հիմա հաղորդման վերջում առաջարկում եմ ծանոթանանք մի վանական համալիրի հետ, որը Կեչարիսն է։ Կեչարիսը եղել է ոչ միայն հոգևոր, այլև մշակութային մեծ կենտրոն, մեծ վարդապետների գրչության եւ ուսումնական ավանդույթների հզոր օջախ։ Մենք ունենք պատրաստած տեսանյութ, հիմա առաջարկում եմ միասին ծանոթանանք այս վանական համալիրի հետ։ Կեչարիս վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Լեգենդը պատմում է, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում։ Ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց։ Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում։ Այդպես էլ արվում է, բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը եւ ծաղիկները ցրում ձորով մեկ։ Ձորահովիտը լցվում է ծաղիկներով եւ ձորը սկսում է կոչվել Ծաղկաձոր։ Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն ու ցրված ծաղիկները հետ վերադարձնեն։ Կառուցում են Կեչարիս վանքը։ Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը եւ բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում։ Վանական համալիրը նախկինում անվանել է նաեւ Տարաչիչակի վանք։ Վանքի գլխավոր սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է Գրիգոր մագիստրոս Պահլավունու կողմից։ Հարավային մուտքի արձանագրության մեջ կառուցման թիվը նշված է 1033, թեև ավելի հավանական է 1013 թվականը, երբ ողջ էին արձանագրության մեջ հիշատակված հայոց Գագիկ առաջին Բագրատունի թագավորը եւ Սարգիս առաջին Սևանցի կաթողիկոսը։ Ըստ պատմագրական տեղեկության Գրիգոր մագիստրոսը 1051 թվականին Կեչարիսի վանքում եկեղեցի է կառուցել։ Այն իր ճարտարապետությամբ 11-րդ տարին պատկանող միայն սուրբ նշանը կարող է լինել։ 1099 թվականին Կեչարիսի վանքում թաղվել է Պահլավունյաց տոհմի ներկայացուցիչ Գրիգոր իշխանը, որը զոհվել էր Արշարունիք գավառում սելջուկների դեմ ճակատամարտում։ 12-րդ դարում սելջուկների գերիշխանության հետևանքով վանքը ծանր վիճակում էր։ Ձեռագրերից մեկի հիշատակարանում նշվում է, որ սկզբնապես ծաղկուն Կեչարիսը անշուք դարձավ։ 1161-ից 1163 թվականին Զաքարիա Ամիր Սպալասարը սելջուկներից ազատագրել է վանքը, ինչի շնորհիվ հոգևոր վանքը վերակենդանացել է։ Վանքը խոշոր նվիրատվություններ է ստացել։ 1196-ից 1206 թվականին կառուցվել է վանքի գավիթը։ 1295 թվականին վանահայր Խաչատուր Կեչարիսցին վանքում գրել է իր նշանավոր ողբը։ 15-ից 17-րդ դարերում չնայած մահմեդականների ծանր լծին եւ ասպատակություններին Կեչարիսի վանքում շարունակվել է հոգեվոր եւ մշակութային կյանքը։ 1491 թվականին վանքում գրված ավետարանում գրիչ Գալուստը հիշատակարանում նշել է իր բառերով ասած այդ դառն ու դաժան ժամանակները եւ անօրենների պատճառած անախորժությունները։ 1499 թվականին Մաշտոցի հիշատակարանում գրիչ Մաթեվոսը
Թվարկել է վանքի եկեղեցիները, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Աստվածածինը, նախկին կաթողիկեն, Սուրբ Նշանը եւ Սուրբ Հարությունը։ Վանքի անունով Ծաղկաձորը որոշ ժամանակ կոչվել է Կեչարիս կամ Կեչառուկ։ 18-րդ դարում վանքն ամայացել է։ 1828 թվականին երկրաշարժից քանդվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո Կեչարիսը դարձել է Երևանի պետական հիմնարկների ծառայողների համար ամառանոց։ 1843 թվականի ամռանը հանգստացողների համար ժամերգություններ կատարելու համար Գավթի արևելյան կողմում բեմ է կառուցվել եւ Գավիթը ծառայել է որպես եկեղեցի։ 1990-ական թվականներին նորոգվել է կաթողիկե երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների գմբեթները։ Վանական համալիրի տարածքում գտնվող 11-ից 13-րդ դարերի բազմաթիվ խաչքարերի շարքում իր հորինվածքով եւ զարդարվեստի ճոխությամբ առանձնանում է Բեցիկի Մահարձան խաչքարը։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Շնորհակալ եմ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն եւ մինչ նոր հանդիպում։